Ողջույն, Օլա։ Ես այսօր եկել եմ գործից գործի նոր էպիզոդ է իրականացնելու։ Եկել եմ մի տեղ, որը ինձ շատ ծանոթ է, իմ սրտին կպած։ Ես այս տեղը շատ եմ սիրում ու ես առաջին անգամ չեմ այստեղ։ Փորձեք գուշակել մինչև կհասնենք տեղ, բայց ուզում եմ իմանաք, որ այս ամենը ինչ որ հիմա կատարվելու շատ իմ սրտով է, որովհետև ես այստեղ անցկացնում եմ իմ տխուր պահերը, իմ ուրախ պահերը, իմ էմոցիոնալ պահերը, իմ գժված պահերը, այն պահերը, մի խոսքով, ես ինչքան էմոցիա որ ապրում եմ, ցանկալի է որ գամ ստեղ, որովհետև երբ որ գալիս եմ այստեղ, ես կամ հանդարտվում եմ, կամ եթե անգամ չեմ հանդարտվում, գոնե այդ այս վիճակը թուլանում է։ Այսօր բոլորի միքս է անում։ Էմոցիաների։ Եկեք։ Գայեք ինձնից որպես տրեյներ վստահ եմ, որ ասել որ հա։ Խնդրում անցեք աշխատանքի արդեն։ Նայեք, ես այս եմ անում։ Եթե չեք ձգում էլ կարաք թողեք։ Դու խիչ ես ասում մեր ուժեղ ես, հասել ես ինձ։ Չի կարելի շատ գովալ։ Գժված եմ, նայեք, երկուսիդ կկիսեմ։ Ուզում եմ տանջեմ, ոտանի։ Ինչ կարծիք ես։ Դրական։ Այցելեք ջիմ, պարապեք զբաղվեք, մանցեք։ Սիրելի ընկերներ, ես հիմա գնում եմ փոխվեմ, գեղեցկանամ, իմ համար ջիմի շորերը զուտ գեղեցիկ են, յուրաքանչյուր տեսակ։ Գնամ, սիրունանամ, պատրաստվեմ, գամ լինեմ այսօրվա սպորտսմենների մարզիչը։ A few moments later. Բարեցես, գայեք ինձնից որպես տրեյներ կգրեք կոմենտներում, արդեն առաջին հայացքից կգայեք իմ մոտ օրինակ պարապելու։ Կգրեք ես ցույց կտամ, լավ, մերսի շատ։ Վստահ եմ, որ ասել որ հա։ Մենք Ռուդայի մոտ, Ռուդան իմ տրեյներն է, որտեղ ես լարվում եմ, պետք է ինքը ինձ ասի ինչ անեմ որպես տրեյներ։ Բարեցես։ Բարեցես։ Ոնց եք։ Լավ, դուք։ Ռուդան իմ մարզիչն է։ Ռուդո։ Քանի տարեկան։ 28 տարեկան, մերի մարզիչը։ Մի անգամից մերսի շատ, որ ավանդույթները չես խախտում ու ինչ-որ շար մոռանում ես ստեղ։ Ամեն պարապմունքից հետո կամ ինչ-որ բան է հայտնվում ավել մարզասրահում, որը հաստատ իրանն է, կամ ինքը մեկ էլ գրում է ռուց տեղած գրում եմ հա ինչ ա եղել, բայց դա գիտեմ ինչ ա եղել, զուտ հարցնում ինչ ա եղել, ինքը ասի պարտադիր Բոթասից մոռացել եմ ու նկարն ա ուղարկում, որ կոնկրետ իմանանք որ Բոթասը։ Խնդրում անցեք աշխատանքի արդեն։ Ջղային մարդիկ են սա։ Չէ, ջղային չէ, այ ընդհանրապես դա փորձություն է մարզչի համար, երբ որ անծանոթ մարդ է գալի, ընդհակառակը դու պետքա մի քիչ էլի adekvat սահմաններում ջղային լինես, ու ամենակարևոր հարցերը, եթե հիմա ավելի այդ կատակ երկական ժանրից անցնենք, պետքա մարդուն լիքը հարցեր տաս, որ իմանաս իր պրիորիտետը, բայց առաջին հարցը այն է, որ պետքա հարցնես ինչ առողջական խնդիրներ ունի, որտեղ շատ հնարավոր է այդ մարդը ունի, բայց չի մտածել, որ կարող է դա պետքա մարզիչ իմանա, որ ավելի չվնասեն, ինչպես հայավարի կասենք, ունքի տեղը աչքը չանեն կամ հակառակը չեն հիշում։ Ասում եմ, չունեմ օրինակ, դու պետքա կոպիտ ասած խորանաս, հարցնում ես վնասված, կոտրված, ինքը մեկ էլ վայ հիշում է, հա, ճիշտ է 2 տարի առաջ օրինակ, էլի։ Իսկ դա քեզ շատ պետքա ու կարևոր, եթե կա հստակ խնդիր, իմանաս ոնց է խնդրի հետ աշխատես, որ այդ մարդուն առնվազն չվնասես, որովհետև մենք էլ մարզիչներով մեր կանոնն ու այսպես ասած շակերտավոր երթումը ունենք, որը մի վնասիրն է։ Մենք միանշանակ հարցում ես հաց կերել է, եթե ասում է հա, դրանով չես բավարարվում, որովհետև կարող է հարցնես ինչ ես կերել, ասի խնձոր մի կտոր, իսկ դա հաց ուտել չի։ Դա հարցում ես ինչ ես կերել ու եր։ Պետք է ուտել, որովհետև ուշ չեք ունենաք ուշաթափվեք։ Այո, պետք է ռեսուրս լինի, որպեսզի այդ ռեսուրսները մեզ տան էներգիա, այսինքն ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ եւ ունենանք գլիկոգենի տեսքով էներգիա աղբյուր, որպեսզի մարզումը լինի գրագետ, ճիշտ եւ անվնաս։ Ես օրինակ որ միշտ գալիս եմ, հենց քո պարապողները սենց ահավոր շատ են։ Մեկ-մեկ ինքան շատ են, որ ես գալիս եմ խելոք այնտեղ կառած ձայն պարապնում, որ չխանգարեմ, քեզ որտեղ դու սենց ես լինում։ Այս ձևը նախ մարզասրահը շատ ճիշտ է կահավորած, սկսենք այդտեղից, այսինքն
այսինքն բոլորը իմ ուշադրության կենտրոնում են։ Եթե օրինակ ես այն զոնայում եմ, ընդեղից կարող եմ տեսնեմ ով ինչ արեց, երբ արեց։ Բացի դա էլ, երբ որ աշխատանքը շատ-շատ է սիրում, իմ կարծիքով, եթե բոլոր մասնագիտություններում միշտ տենց սիրեին, ամեն ինչ շատ լավ կլներ։ Այսինքն ես երբ որ առավոտ ժամը 5:06-ին արթնանում եմ, որ նախաճաշամ ինձ կարգի բերեմ ու գամ աշխատանքի, դա իմ համար մի հատ ուրախություն է ուղղակի։ Կարող է շատերը չհավատան, բայց դա տենց է արդեն 3-4 տարի։ Եթե գործ ունես, սիրում ես, հավատում եմ։ Այո, հենց որ բոլորին ցանկանում եմ նման սեր աշխատանքի եւ ավելի կարեւոր աշխատավայրի հանդեպ։ Գիտեք, չէ՞ որ այս ջիմի եւ սպորտի հետ այդքան էլ կապ չունեմ, բայց նաեւ գիտեք, որ շատ եմ սիրում ու շատ զբաղվում եմ ու դուք իմ ստորիներով եղել միշտ տեսնում եք հիմա կա հստակ մարդ, ով որ կարա իրոք ասի, ես այդ ամեն ինչը ուղղակի տենց ցույց եմ տալիս, թե իրականությունն է։ Նախ ասեմ չհասկացա ինչի ասաց, որ ինքը կապ չունի ջիմի հետ, բայց ասեմ, մերի հետ 3 տարի է որ պարապում ենք, այսինքն հենց Օրիոնի բացման օրվանից լինում են պահեր, լինում են ինչ-որ շրջաններ, որ իր նկարահանումների պատճառով ինքը բաց է թողնում ու երբ որ ինքը վերադառնում է, ասում է մի հատ վեր սկսենք բան, զգում եմ, որ ինքը ունի այն, խնդրում եմ ճիշտ հասկանաք այս բանը, սպորտային մեղքի զգացումը, որ ինքը բաց է թողել, որ ինքը չի հասցրել գալ, բայց ես էլ որպես իմ առաքելությունն եմ համարում իրան բացատրեմ, որ դա գլուխ պահելու հետևանքով չի, այլ ժամանակը չհերիքացնելու հետևանքով է, պետք է կենտրոնանանք, որ հիմա նորից ստաբիլ շարունակենք մարզումները։ Ու հա, այս 3 տարիների ընթացքում ես երբեք չեմ տեսել, որ գլուխ պահի, երբեք չեմ տեսել, որ ինքը ուղակի չգա մարզման, որտեվ եթե օրինակ, չգիտեմ, 2 շաբաթով կորել է կամ X ժամանակով կորել է, եկել է ասել է նորից նույն մեղքի զգացումով պատմել է ինչ, ու ասել է գիտես, սենց պրոյեկտի էի, սենց նկարահանումներ էի, հեսա շուտով սենց բան է դուրս գալու, ու ես դրանով ուրախացել եմ ու հասկացել եմ, որ այս մարդը իրոք սպորտին նայում է, որ ոչ թե գնամ պարապմունքի, այլ ինքը ապրելակերպ է նայում, դրա համար իրան վատ ազգում, որ բաց է թողնում, որը շատ գովալի է, նենց որ ապրես շատ։ Լավ ջան, ողջույն։ Բարև ձեզ։ Դուք այսօր առաջին անգամ եք։ Այո, ցանկացած ջիմում առաջին անգամ եմ։ Իդեալական։ Ուրեմն մենք կսկսենք full body-ից այսօր, ուղղակի մի քիչ թեթև պարապում կանենք, որովհետև առաջին պարապմունքը պետք չի շատ նագրուսկա լինի, որովհետև կցավա մարմինը եւ այլն։ Լևոն ջան, սկսենք դարոշկայից, ուղղակի դարոշկանից զբաղված ենք, արագ իմիտացիա անեք, տիպ։ Չէ, նման դեպքերում, երբ որ բոլոր բասկուղիները զբաղված են, ներքևի սրահումը մարզվողը տականում, ընդեղ անում նախավարժանքային մարզում։ Ես չեմ եղել երբեք։ Համել ես էլ մի անգամից կխոսեմ, որովհետև ես էլ այստեղ բոքսի պիտի գամ ինչքան ժամանակը, օրերը չի համապատասխանում, որ գամ խոսամ, որ վերջապես գամ, այսօր կլինի այդ օրը։ Այստեղ ես միակ անգամը որ եղել եմ տարիներ առաջ նկարման, երբեք չեմ իջել բոքսի։ Առանց զգուշացնելու մի անգամից ներխուժում ենք։ Ընկերարամ Մերինա, ընկերարամ Լևոնա, ընկերարամ kickboxi մարզիչն է։ Լևոնի հետ ծանոթացա։ Լևոնը իմ աշակերտն է։ Այո։ Լևոն, ծանոթացիր։ Ոնց որ մեզ պետքա որ նա տականա։ Զո մենք Լևոնին կսպասենք վերևում արդեն։ Որոշակի բաներ թողանի, որ լավ տակացած գա։ Տակացի արի վերև։ Ավելի խրող։ Առաջինը ավելի խրող էր, որտեղ անկեղծ էր։ Всё, լավ, կարաս գաս։ Շատ լավն էր։ Գնում ենք ընդմիջման։ Գիտես ինչ ունեմ։ Համով լանչ։ Համով բաներ։ Համով։ Առողջ։ Իսկական մարզվողի ասացի արդեն։ Ուրեմն, Վալոյի պրոֆիլ պուդինգներն է։ Այս պուդինգները ահավոր շատ սպիտակություն են, 17 գրամից մինչև 20 գրամ կա, առանց լակտոզայի են, առանց ավելացված շաքարի են իդեպ ու ոչ միայն մարզվողների համար, այլ նաև բոլորի առհասարակ երեխեքն էլ կարան ուտեն, որովհետև սպիտակուց բոլորիս է պես։ Այս իմ ամենասիրածն է, կարամելը քեզ տալիս եմ սա, որովհետև վստահ եմ դու սա կընտրեիր։ Լովին չենք տալիս, որտեղ լովը դեռ պարապում է վերևում։ Համովը անկեղծ։ Նա կտա սպորտսան։ Կտամ փորձես, բայց ես ուտեմ նոր։ Լուրջ շատ համովա, երեխեքը вообще կսիրեն։ Հա, դու։ Ես այն չեմ գեր։ Ես կբացեմ, Սամվել ջան, մի տանջվեք։ Հա, բաց։ Հա, հաշտարես է շավանելու։ Այո, վագալի։ Ոնց պարապեցիր։ Լավ էր, դա քեզ նվեր։ Ես ինչ։ Համով, առողջ, կեր։ Ինչ են ասում հայերեն չգիտեմ, բայց դու воздушный творожок։ Բարեցես։ Դուք Անահիտն եք, հանգիստ պարապեք։ Բայց մի րոպե ստեղ նայ ու
Հա, այդ մեկ էլ միակ սխալ ասեմ, միանգամից։ Մի քիչ հետ պիտի գնաք իջացնելուց, հետ ու այս մասը առաջ։ Պատկերացրիք, տիպը սենց։ Շատ միանգամից էր, ասեմ։ Օրինակ, սխալ բառը։ Սխալ բառը սխալը օգտագործել։ Մի քիչ պետքա ուրիշ ձև ձևակերպել։ Մի քիչ ճիշտ չեք անում։ Ինչի, ճիշտ է, թե այս ամեն ինչը շատ փափ կամ ազիգ չդառնա, հիմա ինչ ասում ես, ենթագիտակցությունը դա տա։ Բլոկ է անում մարդը։ Հա, ու մարդը արզման ընթացքում ոնց որ Ես կուզեի ինձ ասեին սխալ ասանում։ Չէ, ես չեմ ասելու դա, այլ ուղղելու եմ պրոստը ուրիշ ձև, որը դու 3 տարի է հանդուրժում ես։ Հա։ Չէ, լավ, 3 տարի պետք չի հանդուրժել, որտեղ ինքը ճիշտ է պարապում իրականում։ Ջուր ենք խմում։ Ես այդ ընթացքում էլ ես եմ պարապում։ Այո։ Ու ձեզ ցույց եմ տալիս։ Ահա։ Նայեք, ես այս եմ անում։ Եվ շնչառությանը ուշադիր։ Այս արմունկներից մասը ճիշտ եմ անում։ Հա, մի փոքր պետք է արմունկները առաջ։ Մի փոքր։ Պետք ամբողջ մարզը նայենք, էլ ինչ ուղումներ է պետք Պետք գամ։ Չնայած որ իմ գոլեգա Վիկտորիան էլ շատ լավ հիմա այնտեղ մարզում անցկացնում, բայց ամեն դեպքում ես պետք եմ։ Մենակը լավ է, երկուսը եւ երեքը ավելի լավ է, այո։ Բոլորը լավ։ Տես, այդտեղ պետք է ստրախովկա անել։ Ստրախովկա, դա։ Այո։ Լավ տրամադրվի։ Ապրես։ Ձեռքը փաթաթած էր, ինքը ունի դաստակի փոքր Բանավան։ Դրա համար դժվարացավ առաջին մոտեցումից։ 5-րդ մոտեցումն էր, դրա համար տենց դժվարությամբ իրան տրվեց։ Մենք շատ ճիշտ ժամանակին տեղ հասանք։ Լևոնը վերադարձավ։ Սկսում ենք։ Դե, քանի որ Ոտից։ Ինչի։ Որովհետև ոտը մեծ է եւ ուժեղ։ Երբ որ մարդ նոր է սկսում կոպիտ ասած, պետքա մեծ մկանային համակարգից սկսի։ Եվ մեծ մկաններն են ոտք, մեջք եւ կրծքավանդակ։ Ու սկսելու ենք ոտքից։ Գնացինք միայն ոտքից միշտ։ Իրան դեռ պետքա նախ սկզբից առանց քաշ, մարմնի սեփական քաշ։ Բայց հսկա տղա է։ Չէ, միած սկզբից տեխնիկապես սովորում ենք, հետո նոր հսկա քաշել ենք։ Բայց ինչ է անում։ Կքանիստ։ Կքանիստ։ Գնացինք ուղղորդիր խնդրում եմ, գալիս եք, կանգնացինք դեմքով դեպի հայելին ու կանգնում ենք իր առաջ, որպեսզի ինքը մաքսիմում շատ լավ ընկալի վարժությունը, հետո մենք ստեղից հեռանանք ու ինքը հայելիով նայի արդեն ինչ է կատարվում։ Մեջքը ուղիղ, իջնում ենք դեպի լավ ներքև ու խորը, բայց լրիվ չենք իջնում, հետո բարձրանալիս լրիվ չենք բարձրանում, որտեղ ծունկդ կվնասի։ Այսինքն այսքան մի քիչ մնում ես վեր, պատկերացրի։ Փոքր պետքա ծնկները ծալված։ Լրիվ չես իջնում, լրիվ չես բարձրանում։ 10-ից 12 հատ։ Տևողությունը ինչքան պետքա տևի։ Իջնելը 3 վայրկյան, բարձրանալը էլի 2-ից 3 վայրկյան։ Այսինքն դուք շատ ճիշտ եք անում, բայց մի հատ կարևոր կետ։ Բարձրացանք, իջնելուց ծնկների վրա չենք իջնում, այլ նստատեղով Այդ սխալն է իսկ։ գնացինք։ То есть այս սրա փոխարեն այս է։ Ապրես 10-ից 12 4 պատխոտ հանգստանալով։ Եկանք, այսինքն ձեռքից է սկսում full body, չի Հիմա ինքը, չէ, մենակ upper body այսօր վերև ենք անում։ Մյուսը մեջքից հետո կանցնենք ուսագոտու մեջտեղի հատված գանտելներով, խնդրում եմ տեխնիկան 5-ով թե 2.5։ 2.5, բայց 2.5։ 2.5 չունենք։ Ուրա մյուս 2.5-ը։ Որս ինչ լավն ասում է 5-ով կանենք։ Գնացինք։ Խնդրում եմ սենց աղջիկների համար։ Կանգնում ենք սենց, մի քիչ բաց ոտքերը։ Եթե մի բան սխալ ասեմ, ասա։ Հա։ Բարձրացնում ենք նենց, որ S լինի բարձր, S մի քիչ կախ, ու սենց լրիվ բարձրանա։ Այո, մի փոքր ավելի լայնով։ Մի փոքր ավելի լայն։ Եվ կարելի է ասել, որ բրոնզկ, արմունկ եւ ուսահոտ համարյա նույն բարձրության վրա են, համարյա։ Մի փոքր կախված ներքև։ Մի քիչ այս մասը կախված է։ Դա հիմա գնացինք։ Այո, այո։ 4 մոտեցած 8-ից 10։ 10 11 Հիմա ուշադիր ենք լինում նաև Լևոնին։ Պետք է 4 անգամ անես 12 հատ, բայց լավ, այդ 48 հատ է կարել ինքը։ Հա, բայց ի՞նչ է, ես դու մեր 12 հատ է։ Կարես չանես, նայ, բայց եթե իմ մոտ ես բարապում, պետք է 4 պատխոտ անես։ Այսինքն 3, մի պատխոտ արել եք արդեն։ Մի քիչ սրանք ինչքան կարող բարձր, ոչ ազդես տեղ։ Եթե չեք ձգում էլ կարող թողեք։ Լույսը թողեք, քան վատ անեք, հաստատ։ Եկեք մի 2 րոպե հանգստացեք։ Այս ես արել եմ backstage, թե չէ, էլի կանի։ Դե ոնց հասկանում եք, ես էլ եմ ընթացիկ պարապում, որովհետև իրականում այսօր իմ ջիմի օրն է եւ ես ստիպված եմ այսօր չպարապել, բայց գոնե սենց ընթացիկ ինչքան կարամ էլի։ Ջան։
Լուրջ։ Ինչու՞ ճիշտ եք անում։ Ինձ ասում են ես ճիշտ եմ անում եւ ուժեղ եմ, գիտեիր։ Դու քիչ ես ասում մեր ուժեղ ես, հասել ես ինձ։ Կարելի շատ գովալ մարդ։ Բայց դու շատ չէ, քիչ։ Կարելի պրոստը։ Ոգևոր ենք էլի։ Ինչի ոգևորում, ինձ ես էլ գիտեմ իմ մոտ ամեն շատ վատ է։ Հələ փորձեք այս մասը ինչքան կարաք սենց հոտ, էլի։ Թեկուզ 4 հատ, բայց դες լավ անեք։ 2, 3, 4, Վերև։ Դու կարաս Ինք։ տակից օգնես այդպես։ 6, 7, Ձեռքերը ուղղելով։ 8, всё։ Երբ որ արդեն չի գնում, հա, պետք է իրան մի փոքր օգնություն։ Դու ուղիղ կանգնում ես իր հետևում ու տակից այս արմունկներից իրան օգնում ես, որպեսզի միասին հասցնեք ավարտին։ Մի քիչ մոտ կանգնեք, всё, ու այսպես առաջ մի քիչ։ Կարծում եմ պետք է քաշը մի փոքր թեթևաց։ Մեր համար ավելի կարևոր է տեխնիկան, քան քաշը, որովհետև ճիշտ տեխնիկայի շնորհիվ ենք մենք հասնում։ Մեկը ծանր հասցնելու եք անեք։ Այո։ Դա հիմա ավելի լավ է ստացվում։ Ոտքեր դիր հիմա։ Հատացում։ Դավայ։ Ներքևոտ մեջ առաջ ես գնում մի քիչ, հետ ես տանում ու հետ ես գալի։ Մի քիչ էլի հետ, ծնկներդ մի քիչ սալած, առաջ, հետ։ Այսինքն, այս մասը պիտի զգաս, պատկերացրիր, ինքը այս մասերը ծալվում ու մկան է լինում։ 15 պիտի ձգես, 11, 12, 2 հատ մնաց, 14, 15, դավայ, հետ։ Շատ ճիշտ։ Վաու, ապրասանք։ Լավ բանաժին ժողովուրդ, այցելեք ջիմ, պարապեք, սպաղվեք, մարզվեք։ Այո, այցելեք ջիմ, պարապեք, սպաղվեք, մարզվեք։ Եթե գաք ջիմ, դուք կլինեք այսենց։ Սպորենի սիրուն, լավ տեսքով, եթե չգաք, մոտավորապես այսենց։ Շատ լավ հատված էր այս մասը։ Անձնազոհություն էր։ Այս մասը շատ cute էր։ Շատ մի գնա առաջ ու հետ մի քիչ արի։ Գնա, всё, հերիքա, հետ բեր մեջքդ։ Ահա։ Որ մոտեցումներ։ Երկրորդ, ինքը չի անելու էլ։ Կարաս մի հատ էլ ուրիշ մեծ մկան գնաս։ Պրուդես անենք, որտեղ այնտեղ 600 հոգի մարդ կա։ Մյուս մեջ կկանը։ Մյուս մեջքը, ես ցույց տամ։ Այո, դու ցույց տուր։ Վերցնում ենք սենց, գալիս ես առաջ։ Մի քիչ առաջ, մի քիչ հետ, պատկերացրի։ Նշեմ, որ հպումը ոչ թե մարզչի համար է, այլ մարզվողի։ Ուղղակի շատ կարևոր կետ եմ առաջ բերում հիմա, երբ որ դու կպնում ես մկանին, մարդ ավելի շատ է կարողանում զգալ այդ մկանը, որովհետև այդ Իր համար է։ շփումը, այդ կոնտակտ ասվածը ավելի է ակտիվացնում ուղեղ եւ մկան կապը նյարդերի միջոցով, որը կոչվում է նեյրոմկանային կապ։ Պարտադիր նշի, որ պետքա ձեռքերը հնարավորինս ներքև լինեն։ Ձեռքերը հնարավորինս պետք է ներքև լինեն, որ այս մասը չաշխատի Այո, ավելի։ բիցեպսը ավելի չմիանա։ Ես առաջարկում եմ նախ վերցնենք 2 հատ գանտել։ Ես եմ առաջին վերցնում, որտեղ ես կյանքում չեմ արել, ես եմ սովորում։ Հետո նոր իմ աշակերտը։ Նստում ենք։ Նստածել կարա Եվ? կանգնածել, բայց առաջարկում եմ Կանգնած։ Հա, եւ լրիվ ուղիղ դիրքից գանտելները ներքևից պահած, արմունկները լրիվ բաց վիճակով, ուղիղ բարձրացնում ենք վերև, այսինքն այսա։ Էսա։ Այո։ Որ մկանը ամենաշատ վարժությունները ունի։ Ես կարծում եմ, այդ հաշվարկը անելու համար մի հատ շատ երկար պետք է նստել, հա, գրել։ որովհետև մի քիչ տարանջատելը դժվար է, ինչի, քանի որ շատ վարժություններ կան, բոլորս դրա մասին գիտենք, որ մեկ մկանից ավել մկաններ են աշխատում։ Օրինակ, որի մասին նոր խոսում էինք, մեջ կանելու ժամանակ բիցեպսն օգնող մկան ու ոչ միայն։ Հասկացա։ Արի, 7.5-ով, դավայ։ Պրոստը բարձրացնել շատ պետք չի, ոնց հասկացա։ Ոնց է հավեսս տալիս։ Գժված եմ նայեք, երկուսիդ կկիսեմ։ Եթե ձեր դուր է գալի այսպիսի ֆորմատը մի մոռացեք, սեղմեք լայքեր, գրեք կոմենտներ եւ բաժանորդագրվեք ցանկության դեպքում, որովհետեւ մերին անում է իսկականից հետաքրքիր գործ եւ տանջում է բոլորին, ով իր ձեռքը կանգնում։ Եվ եթե դուք հասկանում եք, որ ես լավ չեմ վարում, պետք է դուք ասեք, ինչ որ ես պիտի ասեի։ Շնորհակալություն։ Այս իմ սիրած վարժության եկանքն է։ Ոտքերը դնում ենք այստեղ, խորը, եւ ոչ Մի փոքր առաջ մի նստած։ փոքր առաջ եք նստում մեջքը հետ, սենց լավ։ Ու սենց բան ենք անում, Աստված գիտի ինչի համար։ Բայց գիտի էլի ինքը։ Լավ, մի 10 տանեմ գոնե։ Ռուդ, ուզում եմ տանջեմ, ոտանի։ Ինչ կարծիք ես։ Դրական։ Մեկ էլ պիրիվը երբ հա ձեր։
երբ ստացվում է, որ ավելի հարմար պահ է լինում, էլի։ Այսինքն իրան կարամ ասեմ տանջվի, ես գնամ։ Այո, դու ասես, Այո, տանջվի, ես նայեմ, հետո ես գնամ։ Քո վերջի վարժությունն է, go։ Նստում ես, հա։ Նստեցինք, ոտքերը այսպես անցկացնում ենք, լավ հետ ենք նստում, կողքերից բռնվելով, որ չսղանք առաջ, ֆիքսեցինք եւ ոտնաթաթերը վերև բաց, որպեսզի հրման կետը ճիշտ լինի։ Ոչ, վերև։ Ծալում ես ներքև, ոտը, դանդաղ ենք բարձրացնում։ Հնարավորինս ենք ծալում։ Stop, նորից։ Stop, նորից։ Որպեսզի ծնկահոդին չվնասի։ Yes։ Давай։ Արաս խնդրես մերին, որ չտանջի, էլի խնդրում եմ։ Մի տանջի։ Ասա չէ։ Չէ։ Ծիր մարդեմ։ Ես փոխվեցի հակա սենց ավելի բոքսի։ Ես իմ որոշել եմ, որ սա բոքսի է, բայց իրանք խոսում են, ես հիմա պիտի իմանամ ձևերը, որ սկսեմ պարապել։ Բարև ձեզ, ձեզ չուզեցի խանգարեմ։ Ես այսօր կարող եմ միանալ ձեզ։ Շատ ուրախ եմ, Մերի։ Ես կյանքում չեմ պարապել, եթե ինչ երբեք։ Բացարձակ, կերած ենք։ Բարև ձեզ, Մերի, շատ ուրախ եմ։ Ձախլիկ ենք։ Մերին ճանաչում ես արդեն։ Այո, շատ վաղուց։ Ասեմ, որ նախ ինքը շատ լավ հմտություններ ունի մարդկանց հետ շփվելու, որը կարծում եմ իր մասնագիտությունից է գալիս։ Այսինքն շատ հեշտ կարողանում է մարդկանց հետ կոմունիկացիա ինչպես ասում են։ Հենց որ այդ մասով 5 պիտի նահատեմ, 5 բալային չէ։ Թող 5-ը լինի։ Կարակ կոմենտներում դուք գնահատեք ձեր ուզած սանդղակային, այսպես ասած, հաշվիչներով, եթե սխալ ասացի, ոչինչ։ Իսկ ինչ վերաբերում է որպես մարզիչ, որ դիտարկենք իր ջղայնությունը, որտեղ որպես այս մի օրը որ ինքը աշխատեց, ես սենց ասեմ, վաղուց կարայի գնայի ընդմիջում, որտեղ շատ լավ կարում էր հաղթահարել փորձությունները, սենց ասած, հատկապես որ Լևոնին շատ ահավոր տանջեց, կարող է աշխատանքային ինչ-որ մուռ կար, որ տենց ուզում էր Լևոնին տանջած ուներ։ Առաջին օրվա համար կան ուղումներ, որը լրիվ օքեյ է։ Եթե տենց չլիներ, նորմալ չէր լինի, շատ կասկածելի կլիներ։ Որպես տրեներ, եթե մի քիչ ավելի հեռանկարային նայեմ, շատ արագ է ամեն ինչ ընկալում, շատ արագ է ամեն ինչ սովորում։ Մերին ապացուցել է, որ արդեն լավ մարզիկ է, բայց լավ մարզիչ էլ կարա լինի, որովհետև ինչպես տեսակ, շատ լավ ստացվում է իր մոտ։ Ինչ կասես, Մերի ջան։ Լեզի ես կասեմ, որ լավ էր, բայց լավ, ուզում եմ ասել, որ անշուշտ մարզվելը էլ ավելի հաճելի է, քան լինել մարզիչ։ Գուցե կրկին անգամ դա նրանից է, որ ես չեմ տիրապետում լավ մարզչական գիտելիքներին եւ այլն, սպորտային գիտելիքներին նույնպես ինչու ոչ, որ մարդկանց օգնեի, բայց ինձ անգամ որ երկու հոգի էին, ու ես բայդակ մոռանում եմ իրանց մասին, պատկերացնում եմ մարզիչները, որ լիքը աշակերտներ ունեն, ինչքան դժվար է։ Ինձ հաճելի չէր սովորեցնել, որտեղ ես անդադ ուզում եմ իրանց փոխարեն անել դա, հասկանում եք, ես ասում եի օրս գնաց, կորա, մեջքս, մկաններս, բայց անշուշտ սպորտի հետ կապված ինձ առասարակ ամեն ինչ հաճելի, ամենակարևորը, ես այսօր վերջապես գնացի ներքևի հարկ, գնացի բոքսի, քիքբոքսի, մի խոսքով շատ է դուրս եկել, այնքան որ վերջապես ես նոր էլ խոսացի backstage, այդ մասերը չեք տեսել, գնալու եմ այսուհետ մի օրը բոքսի, մի օրը քիքբոքսի, բայց ընկեր Արամ ասեց, բոքսի մի գնա առանձին, ես քեզ բոքս կպարապեմ քո հետ, բոքս, քիքբոքս ու մի օրն է ջիմ։ Հիմա փոխել եմ, մնաց պիրչատկաներ առնեմ, կապույտ, մի խոսքով շատ գոհ եմ։
Շատ ուրախ եմ ու այսօր հիշել եմ, ոչ մի բան չեմ մոռացել։ Շնորհակալություն, բարի դիտում, չմոռանաք գրեք կոմենտներ մյուս մասնագիտությունը ինչ լինի, որովհետև մեզ շատ դժվար է։ Հուսամ սիրեցիք, հուսամ լավ էր, կհանդիպենք 2 շաբաթից։ Ինձ ասին սենց արա։